dear colleagues, we have some time for questions. Yes, we now have time for the questions. Please, the journalists who are present. Armen Press լրատվական գործակալություն, բարև ձեզ, Դավիթ Մամյան, հարցս ուղղված է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին։ Պարոն նախարար, Ադրբեջանում շարունակվում են ապօրինաբար պահվել հայ գերիներ, նրանց նկատմամբ իրականացվում է շինծու եւ կեղծ դատական գործընթաց եւ մտահոգություններ կան, որ այդ անձինք, որոնցից է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ ով արդեն ավելի քան 20 օր է հացադուլ է հայտարարել, ենթարկվում են խոշտանգումների եւ այդ խոշտանգումների մասին են վկայում նաեւ Ադրբեջանի կողմից բարբերաբար տարածվող լուսանկարները դատական գործընթացներից։ Այս համատեքստում կցանկանայի հասկանալ, թե որն է Եվրոպական միության, ինչպես նաեւ հենց Նիդերլանդների դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ եւ ինչ քայլեր կարող են ձեռնարկվել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ եւ այս հարցի լուծման ուղղությամբ։ Շնորհակալություն։ Thank you, Mayor, very much. Thank you for the questions. We believe that in general, prisoners and detainees need to be protected well. Պետք է պաշտպանված լինեն հավերպաճաճի միջազգային չափանիշների համաձայն եւ ազատ եւ արդար դատավարության իրավունքներ պետք է ունենան։ Քոթը վստահ եք, որ այս վերագայում եւս Նիդերլանդները եւ Եմեն կշարունակեն առաջ մղել այս հարցը, մեր ուշադրությունը սևեռում ենք այս հարցի վրա, նաեւ Բրյուսելում կա այս հարցը պատասխանված եւ սա մի բան է, որ մենք իսկապես կշարունակենք սրա յետևով կանգնացնել արդար դատավարություն եւ արդար իրավունքներ վերաբերող բոլորին։